Տրոյական ձին, հատված իլիական էպիկական պոեմից։ Երբ Տրոյայի արքայազն Պարիսը փախցրեց հունած թագավոր Մենելավոսի կնոջը չքնաղ Հեղինեին, բարկացած հույնները որոշեցին գնալ ու կռվով հետ բերել նրան։ Հունաստանի ամենաընտիր զինվորները բարձրացան ամենաարագընթաց նավերն ու հզոր նավատորմով սլացան դեպի Տրոյայի ափերը։ Տեղ հասնելով, հարյուրավոր հույն զինվորներ վրաններ խփեցին լողափին և շրջապատեցին Տրոյա քաղաքի վիթխարի անառիկ պարիսպները։ Տրոյայի ամենաընտիր զինվորները հաճախ դուրս էին գալիս քաղաքից, բաց դաշտում ուժերը հույների հետ չափելու։ Երկու կողմերի բանակներում էլ կռվում էին աշխարհի մեծագույն հերոսները։ Նրանց ձեռքի տակ ռազմադաշտը օրը ցերեկով կարմիր էր ներկվում հեղվող արյունից, իսկ գիշերները ծխում էր ընկած հերոսների այրվող մարմիններից։ Այսպես անցան 10 երկար տարիներ։ Երկու կողմերն էլ մեծ կորուստներ ունեցան։ Տրոյացիները կորցրին երկու արքայազուններին՝ Պարիսին և Հեկտորին։ Հույներից ընկավ զինվորների զինվոր Աքիլեսը։ Սակայն հույներին ոչ մի կերպ չէր հաջողվում հաղթահարել Տրոյայի պարիսպները։ Հունական բանակն արդեն պատերազմից ուժասպառ էր եղել։ Հույն զինվորները լրիվ վհատվել էին։ Նրանք կարոտել էին իրենց ընտանիքներին և այլևս չէին ցանկանում կռվել, մինչև մի օր մեծն արքա Ոդիսևսի գլխում մի հանճարեղ միտք ծագեց. եթե չեն կարողանում հաղթել ուժով, ապա կհաղթեն խորամանկությամբ։ Ոդիսևսը զինվորներին կարգադրեց Իդա լեռան փեշերի անտառից ծառեր կտրել և գերաններ պատրաստել։ Ապա հայտնի ատաղձագործ Էպեոսը անցավ գործի։ Նա 3 օր տքնաջան աշխատեց և մի հսկա փայտե ձի պատրաստեց։ Աշխատանքն այնքան անթերի էր, որ ձիուն նայելիս մարդ երբեք գլխի չէր ընկնի, որ այն ներսից փուչ է և որ դրա վրա մի գաղտնի դուռ կա։ Հաջորդ օրը արևածագին Տրոյայի ժամապահները նայեցին ծովին ու ինչ տեսան։ Այն լրիվ դատարկ էր։ Հույները անհետացել էին։ Տրոյացիների հավատը չէր գալիս։ 10 տարի շարունակ նրանց ամեն առավոտ ողջունում էր ծովափին փռված հունական ճամբարի, հույների շողշողուն զենք ու զրահի և մինչև ծովի հեռուները ձգվող հունական հզոր նավատորմի տեսարանը։ Իսկ այս առավոտ այդ ամենի հետքն անգամ չկար։ Բայց փոխարենը ոսկե ավազի վրա մի հսկա փայտե ձի էր կանգնած։ Ժամապահները անմիջապես տագնապի ազդանշան տվեցին։ Տրոյայի ծեր արքա Պրիամոսը անձամբ գնաց այդ ամենը ուսումնասիրելու։ Նա մտավախություն ուներ, որ հույնները դարանակալել են։ Մի խումբ հետախույզներ առաջ անցան ծովափը ստուգելու, բայց միայն մի հույն զինվորի գտան։ Սարսափած զինվորը տրոյացիներին աղերսեց խնայել իր կյանքը և նրանց պատմեց, որ հույնները վերադարձել են տուն, իսկ իրեն ու ձին թողել են որպես զոհաբերություն աստվածներին, որ աստվածները նրանց ապահով նավարկություն պարգևեն։ Տրոյացիների ուրախությանը չափ ու սահման չկար։ 10 տարվա պատերազմից հետո նրանք ի վերջո կարող էին տոնել իրենց հաղթանակը։ Քաղաքի հսկա դարպասները բացվեցին, և տղամարդիկ, կանայք ու երեխաները 10 տարվա մեջ առաջին անգամ դուրս վազեցին դեպի ծովափ։ Երգելով ու պարելով տրոյացիները անիվներ ամրացրին հսկա փայտե ձիու ոտքերին և պարաններով այն ներս տարան քաղաք։ Ողջ գիշեր տրոյացիները կերան, խմեցին և ուրախացան, և լուսադեմին բոլորը հարբած քնած էին։ Ավաղ, բախտն ամենևին էլ չէր ժպտում Տրոյային։
Հույն ռազմիկը նրանց խաբել էր։ Հույները ոչ մի տեղ էլ չէին գնացել։ Նրանց մի մասը մտել ու թաքնվել էր փայտե ձիու մեջ, եւ դուրս գալու ու տրոյացիներին կոտորելու հարմար պահ էր սպասում։ Իսկ հույն զինվորների մյուս մասը թաքնվել էր նավերում, ժայռերի հետևում, այնպես որ տրոյացիները նրանց չէին տեսել։ Երբ տրոյացիները խնջույք էին անում, ողջ հունական նավատորմը կրկին վերադարձել էր ծովափ։ Լուսադեմին, երբ տրոյացիները քնած էին, փայտե ձիու մեջ թաքնված հույները բացեցին դռնակը ու Ոդիսևսի գլխավորությամբ դուրս եկան ձիու միջից։ Զինվորների մի մասը գնաց չքնաղ Հեղինեի սենյակ, իսկ մյուս մասը զգուշորեն բացեց քաղաքի դարպասները ու ներս թողեց դարպասների մոտ սպասող մնացած հույներին։ Այդպես հույները տրոյացիներին քնի մեջ կոտորեցին եւ քաղաքը այրեցին։ Հաղթանակած հույները նստեցին իրենց նավերն ու ճանապարհ ընկան դեպի տուն, իրենց հետ տանելով չքնաղ Հեղինեին։ Այսքանը կհանդիպենք հաջորդ անգամ, իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Կհանդիպենք։